Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդումն է։ Այսօր կանդրադառնանք Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից իրականացրած սոցիալական ծրագրերին։ Հայաստան հիմնադրամը եւ Լուսե հասարակական կազմակերպությունը համատեղել են ջանքերը մեկ ծրագրի շուրջ։ Նպատակն է շահառուներին ներգրավել հայաստանյան աշխատաշուկայում եւ ձևավորել կապ գործատուների միջև։ Մանրամասները տեսանյութում։ Մի քանի ամիս եւ համակարգչային ծրագրավորումն արդեն հասանելի է Լոռու եւ Սյունիքի մարզի տասնյակ մասնագետների համար։ Նոր հմտություններ ձեռք բերելուց հետո պատրաստ են առաջ շարժվելու նոր աշխատանք եւ նոր հնարավորություններ բացահայտելու համար։ Մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակում սա Հայաստան համահայկական հիմնադրամի հերթական նախաձեռնությունն է, որն իրականացվել է Լուսե բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Իրականացրեցինք ծրագրավորում եւ անգլերեն լեզվի ուսուցման ծրագիրը Լոռու մարզից 8 տղաներ մասնակցեցին ծրագրին եւ Սյունիքի մարզից 10 կանայք։ Շահառուները պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած կամ սոցիալապես անապահով ընտանիքներից են, որոնց հնարավորություն է ընձեռվել ստացած գիտելիքների միջոցով հեռանկարային աշխատանք գտնելու։ Երբ ծրագրի առաջին փուլի արդյունքները տեսանելի դարձան, անմիջապես մեկնարկեց երկրորդ փուլը նոր նպատակներով եւ գաղափարներով։ Ծրագիրի երկրորդ փուլը արդեն իրականացրեցինք Ավստրալիայի տեղական մարմնի հետ համատեղ։ Իրականացրեցինք Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում 20 շահառուներ ունեցանք այս ծրագրում։ Շահառուները հիմնականում արդեն Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներն են։ Ծրագրի նպատակն է օգնել ժամանակակից մասնագիտություններ ձեռք բերելու միջոցով ժամանակակից շուկայում առավել մրցունակ լինել։ Մասնագիտությունների հարցում ընտրողները շահառուներն են։ Առավել նախընտրում են այնպիսի աշխատանքներ, որոնց ուսուցման համար երկար ժամանակ չի պահանջվում, որպեսզի միանգամից գործի անցնեն։ Երկրորդ դասընթացի ընթացքում արդեն ծրագրավորում եւ անգլերեն լեզու չունենք, միայն արհեստների ուսուցումներ, քանի որ հիմնականում կանայք են մեր մասնակիցները, մասնագիտությունները ընտրվում են ըստ մասնակիցների ցանկությունների։ Իհարկե ներկայացում է ցանկ, համաձայն որի իրենք կարող են ընտրել իրենց համապատասխան մասնագիտությունը։ Ոչ միայն օգնում են նոր աշխատանք եւ կարողություններ ձեռք բերել, այլ նաեւ աջակցում են հոգեպես։ Սա եւս ծրագրի առանցքային նպատակներից է։ Եվ երբ որ կան նման ծրագրեր, երբ որ իրենք ուղղակի տանից դուրս են գալիս եւ շփվում են իրենց նմանների հետ, հասկանում, որ իրենք մենակ չեն, դա մեծ ուժ է տալիս եւ համայնքը իրենց ավելի հզորանում, ավելի ուժեղանում ու ավելի կայուն է դառնում։ Ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերը հաջող ավարտ են ունեցել։ Սա փաստում է այն, որ շահառուների գրեթե 80%-ը հիմա աշխատում են։ Շատերը իրենց իսկ բնակավայրերում։ Շուտով երրորդ փուլն էլ կմեկնարկի։ Նախատեսվում է 30 եւ ավելի շահառու։ Եվ ունենալու ենք այս փուլում արդեն նոր մարզեր, ներգրավել ենք նոր մարզեր, մասնավորապես Գեղարքունիք եւ Արարատ, որոնք ընդգրկվելու են Սյունիքի եւ Վայոց ձորի հետ միասին։ Նման ծրագրերը մնում են Հայաստան համահայկական հիմնադրամի ուշադրության կենտրոնում, հնարավորություն տալով մեր հայրենակիցներին սովորելու եւ իրենց կարողությունները գործի դնելու տարբեր ոլորտներում։ Արցախից տեղահանված կանայք մասնագիտական նոր հմտություններ են ձեռք բերել իրենց նախընտրած ոլորտներում։ Ծրագրի շրջանակում նրանց տրամադրվել է նաև կրթական ու հոգեբանական աջակցություն։ Մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։ Սա Ալոնայինն է, ճիշտ է, կողմնորոշվել, ճիշտ եմ հասկացել, որ մեր ցուցակը սա է։ Մեր որովհետել եք դասընթացը։ Դասընթացներից հետո վարսահարդարման գործիքներն ու մասնագիտական նոր կարողությունները Ալյոնայինն են։ Ավարտելուց հետո ժամանակն է սիրած գործով զբաղվելու։ Նրա կողքին ապագա հրուշակագործներ են, մատնահարդարներ, կարուձև անողներ։ Ընդհանուր առմամբ 2 տասնյակից ավել կանայք, որոնք տեղահանվել են Արցախից։ Սա Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Հանուն հավասար իրավունքներ հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքն է։ 22 կին շահառու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արդեն իսկ ավարտել են իրենց կրթական process-ը, որը մոտավորապես տևում է կախված մասնագիտությունից 4-ից 5 ամիս։ Եվ հիմա արդեն սովորելու process-ում են 28 կին շահառուներ, որոնք մոտավորապես արդեն ամռանը կավարտեն իրենց կրթական ամբողջ process-ը եւ հետագայում մենք հնարավորինս պիտի աջակցենք նաեւ որպես իրենք աշխատանք գտնեն
Հասնել ֆինանսական անկախության եւ ինտեգրվել երկրի տնտեսական ու սոցիալական կյանքում։ Դասընթացի առանցքային նպատակներն են նոր միջավայրում ապրելու եւ աշխատելու պայմաններ ապահովելու նպատակով նախապես մասնակիցների շրջանում կարիքների գնահատում է իրականացվել։ Մասնագիտությունների ընտրությունը շատ հաճախ բնականաբար իրենք են հիմնականում նախընտրում, բայց մենք իրենց հետ երկար աշխատանք ենք իրականացնում, այսինքն որպեսզի ճիշտ ընտրություն իրականացնեն, կախված թե որտեղ են ապրում, որտեղ են նախատեսում հետագայում նաև ապրել, որովհետև բնակության վայրը, շուկայի ուսումնասիրությունը մեզ որոշակի ուղղություններ նաև տալիս է։ Մասնագիտական հաջողության հասնելու համար առանցքային է նաև կանանց կայուն հոգեվիճակը։ Սա եւս չի վրիպել ծրագրի կազմակերպիչների ուշադրությունից։ Դասընթացին զուգահեռ իրականացվել են նաև հոգեբանական աջակցության ծրագրեր։ Հոգեբանները բավական երկար աշխատեցին, մինչև կարողացան վերականգնել իրենց եւ կարողացան ի վիճակի լինել ընդհանրապես որևէ նոր բան սովորել, տրամադրվել, որ կյանքը շարունակվում է, որովհետեւ ունենք զոհվածի ընտանիքներ եւ բավական հոգեվիճակը շատ ծանր էր։ Եվ այդ առումով մենք տեսել ենք, թե ինչպիսի վերականգնման հետաքրքիր փուլ են անցնում։ Դասընթացներին մասնակցած կանանց գրեթե 80%-ն արդեն աշխատում են իրենց իսկ համայնքներում բնակության վայրին մոտ եւ հարմար պայմաններով։ Ծրագրի արդյունքներն ավելի շոշափելի են հենց շահառուների հաջողության պատմություններում, որոնց թիվը գնալով մեծանում է։ Ունենք օրինակ շահառու, որը արդեն իր խանութն է փոքր բացել, այսինքն իր փոքր բիզնեսն է բացել։ Ունենք անհատական, այսինքն ամեն մեկը իր բիզնեսով, բայց շահառուներից մեկը, որ արդեն Լուսակերտում իր ծաղկի խանութն է բացել, արդեն հանրաճանաչ է այնտեղ դարձել, այսինքն գիտեն, որ դա Մարգարիտայի խանութն է եւ Մարգարիտան այնպիսի ոգևորվածությամբ է այդ ամբողջ process-ը իրականացնում, որ վստահ եմ, որ մեկ անգամ այնտեղից ինչ որ բան գնողը վստահաբար հաջորդ անգամ է գալու։ Այսպիսի հաջողված պատմություններ ունենալու համար էլ թե հասարակական կազմակերպությունը եւ թե Հայաստան համահայկական հիմնադրամը մտադիր են շարունակել նման ծրագրերը, բացահայտելու մեր հայրենակիցների մասնագիտական ներուժը։ Այս պահին իմ զրուցակիցն է Երջանկության ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպության համակարգող եւ հատուկ մանկավարժ Սվետլանա Մուրադյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Տիկին Մուրադյան, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ գործունեություն է ծավալում Երջանկության ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Երջանկության ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությունը 18-ից 65 տարեկան մտավոր զարգացման խնդիր ունեցող անձանց ցերեկային զբաղվածության եւ սոցիալական հարմարվողականության ապահովման կենտրոն։ Որ թվականից է հիմնադրվել։ Արդեն շուրջ 5 տարի է գործում ենք եւ ծրագիրը նախատեսել է ի սկզբանե ապահովել սոցիալական հարմարվողականություն կազմակերպության սաների համար։ Մարզի ընտրությունը շատ պատահականության սկզբունքով է եղել։ Ընտրությունը կանգ է առել Արմավիրի մարզին եւ վեր են հանվել այն շահառուները, ովքեր իրապես ունեցել են այդ ամենի պահանջը, կարիքը։ Իսկ ներկա պահին մեր կազմակերպության աշխատանքները ավելի ընդգրկուն, ծավալուն, բազմապրոֆիլ են դարձել, ասեմ այսպես։ Ես կխնդրեմ նաև ներկայացնեք, թե ինչպես սկսվեց համագործակցությունը Հայաստան համահայկական հիմնադրամի հետ եւ ինչ ծրագիր է իրականացվում։ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ հենց բացման օրվանից սկսել է մեր համագործակցությունը եւ գրեթե յուրաքանչյուր քայլ բնականաբար հստակեցվում է հիմնադրամի աշխատակազմի տնօրինության հետ եւ բնականաբար հավանության արժանանալով ոչ միայն հավանության արժանանալով, այլև գոտեպնդելով մշտապես մեզ կարողանում ենք քաջալերել, որը մեզ ավելի է պարտավորեցնում եւ միտվում ենք առաջ, շարունակում ենք աշխատանքներ։ Քանի շահառու ունի կենտրոնը։ Բնականաբար բացման ժամանակ շահառուների թվակազմը բավականին քիչ է եղել, իսկ այս պահի դրությամբ շուրջ 22 շահառու ունենք, ովքեր տարբեր խնդիր կրող անձինք են։ Մտավոր զարգացման խանգարում, տեսողության, լսողության, հենաշարժողական համակարգի խանգարում, Դաունի համախտանիշ, աուտիստիկ սիմպտոմատիկայով անձինք, ովքեր բոլորը 18-ից 65 տարեկան են։ Այսինքն հասկանում եմ այսպես շահառուներին այսպես աջակցություն է տրամադրվում ոչ միայն սոցիալական, այդ թվում նաև կրթական, հոգեբանական, մի փոքր խոսենք նաև ծրագրի մանրամասներից։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մեր կազմակերպության սաների հանդեպ տարվող քաղաքականությունը անցել է բավականին երկար ճանապարհ,
խնամքից մինչև զարգացման վերականգնողական աշխատանքների կազմակերպում, ինչու՞ չէ նաև հավասար հնարավորությունների ապահովում։ Բնականաբար այս ամենին կարողանում ենք հասնել հստակ մշակված ռազմավարության եւ նպատակային ծրագրերի շնորհիվ։ Առօրյան սկսում է վաղ առավոտյան ժամը 10:30-ից, սաները լինում են կազմակերպությունում եւ մեր փոխադրամիջոցներով են իհարկե գալիս կազմակերպություն եւ արդեն նախապես մշակված օրակարգով աշխատանքները իրականացվում են տարբեր ուղղություններով եւ այդ ամենը շարունակվում է մինչեւ աշխատանքային օրվա ավարտ։ Այնուհետեւ կրկին նույն փոխադրամիջոցներով վերադառնում են տուն։ Ինչպես կգնահատեք արդյունավետությունը ծրագրի եւ աշխատանքը շահառուների հետ։ Ծրագրի արդյունավետությունը իրապես առկա է եւ դա ոչ միայն կազմակերպության որպես ներկայացուցիչ, աշխատակազմի ներկայացուցիչ կարող եմ ասել, այլև արդեն իսկ ունեցած տեղեկություններից, արձագանքներից մարզի շրջանակներում, համայնքի շրջանակում, ինչու՞ չէ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներից մեզ ուղղված զանգերից, որովհետև ունենում ենք զանգեր ծնողներից, ովքեր նույնպես ուզում են իրենց սաներին ընդգրկել մեր կազմակերպություն։ Իհարկե ներկա պահին մենք այդ հնարավորությունը չունենք, քանի որ տրանսպորտը փոխադրամիջոցը պտտվում է միայն Արմավիրի մարզում, իսկ առաջիկայում հուսանք, որ կկարողանանք հասնել նրան, որ կունենանք նաև մասնաճյուղեր այլ հատվածներում։ Դա է ուզում ճշտել, ընդլայնման ծրագրեր ունեք։ Ներկա պահին գրանցումներ ենք անում, բոլոր հնչած զանգերը անպատասխան չեն մնում, մենք վերցնում ենք բոլոր տվյալները, բոլոր զանգերից տեղեկությունները անպայման գրանցվում են եւ հուսանք, որ կկարողանանք իրապես օգնել մեր մյուս նաև հայրենակիցներին, ովքեր նույնպես ցանկանում են օգտվել ծրագրից։ Իսկ ծրագրերում կան օրինակ շահառուները կարողանան հետո ներգրավվածություն ունենալ բուն աշխատանքներին, ոչ թե գան ուղղակի ժամանակ անցկացնեն եւ կրթվեն եւ աջակցություն ստանան։ Ինչպես ես արդեն նշեցի, իմ խոսքում ի սկզբանե սոցիալական հարմարվողականության ապահովումն է եղել հիմնական նպատակը եւ հավասար հնարավորությունների, իրավունքների ապահովումը։ Եվ առաջնահերթ ենք համարել, որ չպիտի սահմանափակում դնենք իրենց կենսագործունեության ուղղված աշխատանքներում եւ ընդլայնենք իրենց հնարավորությունները։ Իրականում հավատը իրենց ուժերին եւ իրենց կարողությունների, հնարավորությունների վերհանումը մեզ հուշեց նաեւ, որ այո, իրենք նույնպես կարող են գրանցվել, գրանցված աշխատողներ լինել։ Եվ ի ուրախություն մեզ, մենք արդեն ունենք անձինք, ովքեր արդեն իսկ գրանցված աշխատողներ են եւ ինչպես մեր հասարակության ցանկացած անդամ, իրենք նույնպես ստանում են աշխատավարձ, որպես գրանցված աշխատողներ։ Այդ համատեքստում արդեն մեզ մոտ միտք էր առաջացել, ինչպես կարողանանք իրենց գրանցել աշխատանքի, չէ՞ որ աշխատատեղեր պետք է ունենանք։ Եվ այսօր գաղտնիք չէ, որ անգամ բնականon զարգացում ունեցող անձինք շատ մեծ դժվարությամբ են կարողանում գտնել աշխատանք։ Եվ այս հենց հիմնախնդրից ելնելով մենք արդեն աշխատանքներ տարանք այդ աշխատատեղերի ապահովման ուղղությամբ։ Հիմնել ենք հացաբուլկեղենի արտադրամաս, կարի արտադրամաս, որտեղ հմուտ մասնագետների կողքին գրանցվեցին նաև իրենք, որպես մասնագետի օգնական։ Բնականաբար հացաբուլկեղենի արտադրամասում գրանցված զարգացման խնդիր ունեցող անձը խմորի հետ աշխատանք տանել այնուամենայնիվ մենք չենք թողնի դեռևս, որովհետև չենք հասել դեռևս այն մակարդակի, որ ինքը կարողանա աշխատանքներ տանել խմորի հետ։ Այստեղ նաև մի փոքր խանգարում է մեր հասարակության հայացքները, որ այս արտադրանքը ով է պատրաստել, ունենք այնուամենայնիվ այդ կարծրատիպերը դեռևս կան։ Այսինքն ծրագրեր պետք է իրականացվեն առհասարակ հասարակության։ Այո, իրապես սոցիալական խնդիր կա այնուամենայնիվ հասարակության շրջանակներում։ Իրականում մենք բոլորս ունենք հավասար իրավունքներ, անկախ առողջական վիճակից, որքանով է կարևորում նման ծրագրերի իրականացումը։ Շատ կարևոր է հատկապես այս տարիքային խմբում, ինչու որովհետև նախադպրոցական տարիքի, դպրոցահաս տարիքի զարգացման այս կամ այն խնդիր ունեցող անձանց մենք կարևորություն շատ ենք տալիս եւ փորձում ենք իրենց համար ստեղծել այն բոլոր պայմանները, որոնք նպաստավոր կլինեն իրենց կրթության, զարգացման եւ այլ հասարակական ծրագրերից օգտվելու համատեքստում։ Դպրոցը ավարտելուց հետո ցավոք սրտի
իրենք այլևս չունեն անելիք, ճակերտավոր ասենք։ Բոլոր մարզերում ես կարծում եմ այս նմանատիպ կազմակերպությունների հիմնելը շատ ավելի կարևոր է այս տարիքային խմբի անձանց համար, որովհետև իրապես իրենք ունեն այդ պոտենցիալ հնարավորությունները, որոնք ուղղակի պետք է վերհանել, հավատալ իրենց ուժերին եւ թողնել, որպեսզի կարողանան ինքնարեալիզացնել։ Շնորհակալ եմ Տիկին Մուրադյան։ Շատ կարևոր առաքելություն եք ստանձնել ձեր ուսերին, իհարկե, ձեր գործերին եւ ձեր կազմակերպությանը հաջողություն։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ զրուցակիցներ Երջանկության ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպության համակարգող եւ հատուկ մանկավարժ Սվետլանա Մուրադյանը։ Մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։